Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ վերլուծաբան, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան։ Բարև ձեզ։ Նախքան մեր զրույցը սկսելը, խնդրենք, որ մեր հեռուստադիտողը բաժանորդագրվի ալիքին, հավանի տեսանյութը եւ գրի մեկնաբանություն, եւ առաջին հարցը, որ ուզում եմ տալ, հետեւյալն է. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը լինելու է փաստորեն վարչապետի թեկնածուն եւ ասաց, որ անվտանգությունը ինքը կարող է երաշխավորել, կարող է ապահովել։ Ուզում եմ հարցնել, այն փուլում, որ հիմա մենք ենք գտնվում, ինչ է կարծում, հնարավոր կլինի Հայաստանի անվտանգությունը բերել ինչ-որ մեզ համար ավելի դրական իրավիճակի։ Գիտեք, պատահական չի, որ տարբեր ընդդիմադիր գործիչների մասնագիտական խմբեր բարձրաձայնում են երաշխավորված խաղաղության մասին։ Եվ դրա մեջ բացի մեր ներքին ռեսուրսների, բանակի, զինված ուժերի, ժողովրդի միակամության գործոնն է, այլև արտաքին գործոնը։ Այսինքն երկիր կամ երկրներ, որոնք իսկապես ուզում են, որ մեր տարածաշրջանում, մեր սահմանների մոտ իսկապես խաղաղություն լինի եւ Ադրբեջանի, Թուրքիայի նկրտումները Հայաստանը աստիճանաբար կլանելու իր մեջ, այդ նպատակները կյանքի չկոչվեն։ Կա այդպիսի երկր, գոնե առնվազն մեր երկու հարևաններից Իրան Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանը կան այդպիսիները։ Բայց իշխանափոխությունից հետո վստահեցնում ձեզ, որ բավականաչափ աշխատանք կա անելու եւ դա միայն բանակին չի վերաբերում, ամբողջ պետական կառավարման համակարգը, այդ թվում նաեւ բանակը, զինված ուժերը, որի առանցքային դերակատարում ունի բանակը։ Այս բոլորը պետք է փոփոխությունների ենթարկվի եւ կարծում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի եւ Իրանի հետ նոր ռազմական պայմանագրեր պետք է կնքի, որտեւ նոր իրավիճակ, աշխարհում նոր ուժերի հարաբերակցություն, շահերի բախումներ եւ ամեն ինչ պիտի հաշվի առնի։ Այդ թվում նաեւ Հայաստանում ազգային անվտանգության նոր հայեցակարգ պետք է գրվի, նոր իրողությունների պայմաններով, իսկ իրողությունները ակնհայտ են, որ նոր են, որտեւ ուժերի հարաբերակցությունը փոխվել, պետությունների դաշնակցային հարաբերություններն այլ երկրների հետ փոխվել, այնպես որ այո, վերանայելու շատ գործ կա։ Բայց դա աշխատանքի խնդիր է, ես կարծում եմ, որ եթե մասնագետները կան, նվիրումը կա, մնացած ինքը կյանքի կոչվի։ Վերջերս Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը փաստեր ներկայացրեց, որ ադրբեջանցիները մեր տարածքում Վարդենիսի հատվածում ունեն առաջխաղացում, նոր առաջխաղացում է, որի մասին փաստորեն պետությունը լռել է եւ հրապարակելուց հետո էլ փորձեցին հերքել, ասելով, որ այդ տարածքները մերը չեն։ Դուք ինչ տեղեկատվություն ունեք, արդյոք այլ ուրեմն ներթափանցումներ կան Հայաստանի տարածք այլ դիրքեր։ Գիտեք, այստեղ եթե անկեղծ եւ անաչառ խոսենք, քանի դեռ երկու պետությունների միջև Հայաստանի եւ Ադրբեջանի դելիմիտացիա դեմարկացիա չի արվել, տարածքներ կան, որ ժամանակին որոշ բարձունքներ մեր հսկողության ներքո եւ բնականաբար տարածքներ եւ բնակավայր հսկողության ներքո պայելու համար մենք ենք առաջխաղացում ունեցել։ Դա իրոք կա եւ հիմա ադրբեջանական կողմը կարող է իր տարածքում է առաջխաղացում արել, կարող է մեր տարածքում է առաջխաղացում արել, այսինքն այս ամենը չհարաբերական է, բայց արձանագրենք հետեւյալ իրողությունը. Ադրբեջանը հիմա անում է այն, ինչ ժամանակին արել ենք մենք։ Այսինքն իշխող բարձունքներ, առավելագույն կրակային հզորությունը եւ խոցելիությունը մեծ լինի, միջդիրքային կարող է նոր ճանապարհներ, նոր խրամուղիներ փորվի մեր գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածքների վրա Ադրբեջանի զինուժի առավելագույն շատ հսկողություն սահմանել, որտեղ մեր գյուղացիները չկարողանան դաշտերում աշխատել։ Այնպես որ Ադրբեջանը փորձում է առավելագույնս այդ օգուտները ինքը քաղել եւ ստանալ։ Հասկանալի է, որ հայկական կողմի ամորֆ վիճակը բերում է նրան, որ Ադրբեջանը անպատիժ կերպով այդ ամենը չանում է։ Իդեպ ասեմ, ժամանակին, երբ մենք ենք նման գործողություն անում կամ Ադրբեջանը, երկկողմանի ընդվզում կար, դիմադրություն կար, չթույլատրել կար, կրակոցներ կար, զոհեր վիրավորներ կար, որտեղ այդ բարձունքների վրա իշխելը դա ապագայում տեսականորեն նայենք, եթե հարձակողական գործողություններ լինեն, ապա դա բավականին շահեկան վիճակում է դնում, հա, այն կողմին, որը բարձունքների վրա է։ Եվ շատ ավելի
պակաս շահեկան վիճակում կամ պոտենցիալ պարտող վիճակում նրանք ովքեր որ ստորոտում են։ Համար Ադրբեջանը այսօր առավելագույն ստեղծված իրավիճակից փորձում է դիրքային առավելություններ ստանալ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ շփման գծում։ Այսինքն կարող ենք ասել, որ այս պահին իրենք ավելի հարմար դիրքերում են տեղակայված եւ հնարավոր ռազմական լարման պարագայում մեր զորքերը անհարմար վիճակում են հայտնվելու։ Այդ ոչ բոլոր տեղերում, օրինակ Տաուշում մենք բավականին լուրջ ամրացված շրջան դիրքեր ունեինք եւ ամենաամրացվածն էր 2-3 էշելոնացված պաշտպանություն, բարձունքները թեև Տաուշի մարզում ադրբեջանական մի մեծ սար կա, ադրբեջանական անվանումը Օդունդաղ է, հա, նա բավականին իշխող բարձունք է երկու մարզի վրա, բայց մեր դիրքերը շատ ավելի շահեկան են եւ պաշտպանական լուրջ բնագծեր ունեն։ Այսպես կոչված դելիմիտացիայի դեմարկացիայից հետո, սահմանագծում սահմանազատումից հետո մենք բավականին դիրքեր զիջեցինք։ Հիմա Սյունիքի մարզում բավական դիրքեր զիջած է։ Վայք Եղեգնաձորը ջերմուկի մոտ զիջած է։ Միակ բանը, որը որ դիրքային առավելություն Ադրբեջանը միայն ձեռք բերեց 2018-ի մայիս ամսին Նախիջևանում միջդիրքային մենք հեռավորություն ունենք մի քանի կիլոմետր, որտեղ մենք ունեցել ենք առաջխաղացում Ադրբեջանը հայկական կողմի пассив գործողությունների արդյունքում Ադրբեջանը հետ բերեց։ Բայց Նախիջևան մյուս հատվածներում մենք ունենք բավականին պաշտպանված եւ դիրքային առավելություն։ Պարոն Նահապետյան, վերջերս պաշտպանության նախարարությունը հրապարակել էր մեր ամրաշինական կառույցները առաջնագծում։ Ուզում եմ հասկանալ, դա նորմալ պրակտիկա է, թե ոչ, ես այսինքն ցույց տալ ինչ ունես, որտեղ ունես, ում ես ցույց տալիս։ Հակառակորդին, հակառակորդը արձանագրում է, բայց երբ որ դու նկարանաս այդ թվում նաև ներսում, իսկ ներսին դեռ միայն պատկերներ չեն, մասնագետները շատ բան կարող են, չէ՞, հաշվել։ Հիմա ասենք ցույց տալու իմաստը ո՞րն է, որ ժողովրդին ասի, որ Հայաստանը պաշտպանված է, այսինքն խաղաղության պատրանքի հերթական դրսևորումն է այդ պաշտպանական բնագծերը ցույց տալը։ Իրականում Հայաստանում հիմա լուրջ քարոզություն է գրում բավական երկար ժամանակ, խաղաղության պատրանք է ստեղծում։ Հիմա այդ պատրանքի դրսևորումից մեկը մեր պաշտպանական բնագծերը ցույց տալն է։ Իհարկե չի կարելի։ Դու կոորդինատներով ամեն ինչ ցույց ես տալիս։ Շատ էլ հակառակորդը գիտի կամ չգիտի։ Դու ինչ ես ցույց տալիս։ Վերջին հաշվով քո պաշտպանական բնագծերը նաև իր մեջ ռազմական գաղտնիք է, չէ՞, պարունակում։ Տարածքը, երկարությունը, խորությունը, տեղանքը, հարևան բարձունքները, այդ բոլորը իր մեջ ռազմական տեսանկյունից գաղտնիք պարունակող տեղեկատվություն է։ Հիմա ցույց ես տալիս որ ինչ, որ հայ ժողովրդին ասես, տեսեք դուք պաշտպանված եք։ Որը պատրանք է, փաստացի պատրանք է։ Օրինակ այդ պատրանքը 2 օր առաջ Ալիևը ուղղակի պատրեց։ Եթե ուշադրություն դարձեք, հայտարարելով նախ, որ Զանգեզուրի միջանցք օդային սահմանը բացվել է, շատ վաղուց եւ իրենք բացել են պարտադրանքով առանց Հայաստանի կարծիք հաշվի առնելու, սա էլ ինքնիշխան Հայաստանի բանա, քաղաքականությունն է։ Ադրբեջանը օդային տարածք է վերցնում, Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն կարող անել։ Որի մասին իդեպ Ալիևը բացատրեց։ Ընդդեմ Ալիևը մի հետաքրքիր նաև տեղ շեշտադրում դրեց, ասեց միջազգային իրավունքով ինձ հասնում էր դա, Հայաստանը չտվեց, ես վերցրեցի։ Հիմա ես այստեղից կարող եմ հետևություն անել։ Օրինակ Ալիևը ասելու է միջազգային իրավունքով փախստական իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։ Միջազգային իրավունքով եւ պաշտպանված լինել։ Այդ թվում նաև աշխատանք, կեցավայր եւ այլն։ Հիմա Հայաստանը չի տրամադրում ինքը 300,000 փախստական, որի մասին բացատրում կամ նրանց ժառանգներով մոտ 1 միլիոն փորձում է վերադառնալ փաստացի Հայաստան։ Հայկական կողմը բավարար պայմաններ չի ստեղծում նրանց վերադարձի համար։ Ադրբեջանական կողմը ուժով է վերցնում, այնպես ինչպես օդային տարածքը։ Ասեց Զանգեզուրի օդային տարածքը վերցված եւ ճիշտ ասեց։ Հաջորդ պարտադրանքը ասեմ, որտեղ ադրբեջանական կողմ միջազգային իրավունքով կարող է փաստել, դու չհամաձայնվես դրա հետ, ենթադրենք ինքը ուժով վերցնի։ Օրինակ փոխհատուցում 160 միլիարդ դոլար Ադրբեջանը կարող է, որի մասին Ալիևը բարձրացնել է, Լոնդոնի արբիտրաժային դատարան դիմել, որ Հայաստանը Արցախում շահագործել է հանքեր, գյուղնշանակության հողատարածքներ եւ այլն 160 միլիարդ արժի։ Օրինակ եմ ասում։ Հիմա չես տալիս ինքն ասում է դե գումարը չունես, ես այդ տարածք եմ վերցնում։
Սևանի կեսը վերցնում եմ։ Ես է գնահատում եմ, որ Սևանը այսքան վերցեցի ինքը 160 միլիարդ արժի, օրինակ կամ ամբողջ Սևան։ Կամ ասենք ռազմական տուգանք, կոնտրիբուցիա, բարդող երկիր է, չէ՞։ Ասում եմ, պիտի 10։ Չես տալիս, ինչ որ բան վերցնում, ասում եմ, միջազգային իրանքո կոնտրիբուցիա պիտի 10, չես տալիս, ուժով եմ վերցնում։ Այսինքն 2 օր առաջ Ալիևը բական, այսպես ասենք, խիստ վտանգավոր շեշտադրումով միտք բարձրաձայնեց, որ ինքը ցանկացած ժամանակ իրեն կարող է կյանքի կոչել։ Երկրորդ միտքը, որտեղ ինքը ասեց, մենք Հայաստանի տարածքային ամբողջականություն որպես այդպեսին չենք ընդունում, Փաշինյանի ասած 29,740 կիլոմետր։ Բայց ասեց, որ խաղաղություն լինի, ժողովուրդները ապրեն եւ այլն, դրա համար զիջման են գնում։ Ես իմ բառերով եմ ասում։ Բայց կարող է 6 ամիս հետո փոխվի իմ որոշումը։ Սա Ալիևի բառերն են։ Այսինքն ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվել է 6 ամիս հետո, իսկ ինչու 6 ամիս։ Այսինքն ընտրություններից հետո, սա ինչ էր։ Փաշինյան Նիկոլին ասում էր, քեզ տրվում է 6 ամիս ժամանակ։ Այսինքն 3 ամիս ընտրություններ, 3 ամիս ընտրություններից հետո։ Եթե այն ինչ խոստացել ես անում ես, ես Հայաստանի վրա նախարարցակ չեմ լինի։ Եթե չես անում, խոստացածը ես անելու եմ։ Այսպեսի հետաքրքիր իրողություններ։ Պարոն Նահապետյան, մամուլում լուրեր են տարածվում, որ մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է զորահանդես կազմակերպել եւ արդեն իսկ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներում պատրաստական աշխատանքներ են տարվում։ Եթե այս տեղեկությունը ճիշտ լինի եւ զորահանդես տեղի ունենա, դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Երևի Ալիևից առնվազն թույլտվություն տվեցածնի։ Դե մայիսի 28-ին ինքը Հայաստանի առաջին հանրապետությանն է, հա, նվիրելու։ Ենթադրում նույնիսկ կարող է Երևանում էլ չանի, անիմաստ է, ասենք Սարդարաբադում անի, տարածք ավելի փոքր, քիչ զինտեխնիկա եւ այլն։ Դա Ադրբեջանը ինչ, Ադրբեջան կարող է դրանից վախենալու է։ Չէ։ Ակնհայտ է, չէ։ Առավելից որ իրենք հրաշալի գիտեն ինչ ունեն, սա էլ ունեցած չունեցածը հանելու լստի բաներ էլի, փողոցները։ Չէ, կարծում Ադրբեջանը ինչ ասի։ Ադրբեջանը օրինակ կարող է ասի այս հրետանուց 20 հատ ունես, 10-ը կպայես կամ կծախես։ Օրինակ եմ ասում։ Իդեպ է սահմանափակումներ է սան զինատեսակների գնում, ես կարծում եմ անուղղակի Ադրբեջանի պահանջները։ Եվ Ադրբեջան դրա մասին ասել է ցանկացած զինում բանակի լրացիչ այդ պետությունը Ադրբեջանը ինքը որոշակի առումով հսկողության ներքո է պահում, որ գնահատի, որ իր երկրի նկատմամբ Հայաստանը այլևս սպառնալիք չի փորձում կազմել, իրականացնել, կորցած տարածքներ ինչ որ ձեւ ուժով հետ բերել։ Սա է իրականությունը։ Հիմա ասենք զորահանդեսը նորից եմ ասում, խաղաղության պատրանքի համար անում։ Դա համար Ալիևը թույլ կտա։ Դա ուժի ցուցադրություն չի, ժողովրդին ոգևորել չի։ Խաղաղության պատրանք, ընտրությունների նախաշեմին։ Այսինքն ընտրություններից 10 օր առաջ Փաշինյան Նիկոլը պատրանք է ստեղծում, որ տեսեք, ես այնքան զենք զինամթերք ունեմ, այնքան բանակ ունեմ, որ Ադրբեջանը ցանկացած հարձակում կարող եմ կանխարգելել եւ չզոքացնել։ Հիշում եք իրանցում, երբ սկսեց դելիմիտացիան դեմարկացիան, ինչ հիմնավորում էր տալիս։ Ասում էր, եթե չանենք Ադրբեջանը եւ Թուրքիան կհարձակվեն մեր վրա կվերցնեն։ Հիշում եք։ Բայց եթե դու կարող ես կանխարգելել, այդ ո՞նց եղավ։ Վախդ բռնացա։ Ես կարծում Ալիևի եւ իր ապարատի կողմից սրա վախերը բոլոր բռնացա եւ ցանկացած թվացial ուժի ցուցադրություն կառավարելի Ադրբեջանի կողմից, վերահսկելի եւ թույլ տված։ Պարոն Նահապետյան, նաեւ կուզեի խոսեինք բանի հետ կապված, քաղաքական մի հարցի հետ կապված։ Ասում են, որ Ռուսաստանը ընտրողներ է գործուղում Հայաստան, որպեսզի Փաշինյանի օգտին չքվեարկեն, հա, այսինքն ընդդիմադիր տեխնացիների համար քվեարկեն եւ օրինակ այս թեման շատ մեծ թափով առաջ է տանում Դանիել Հովհաննիսյանը եւ այդ շրջանակները։ Դուք հնարավոր համարում եք, որ Ռուսաստանը փորձի Հայաստանի ներքին գործերին միջամտել։ Ես չեմ ուզում այդ խեղկատակի շրջանառության մեջ դրած նյութը կրկնեմ, որտեղ անուղղակի հակակարությունը եւս քարոզություն է։ Այդ նման հիմարությունները, բայց ուրիշ բան կարող եմ ասել։ Հաշվառներով Փաշինյանի շրիշակից ներքև վարկանիշը, այդքան բարձր վարկանիշ ունի, էլի, այսինքն չունի։ Իրան կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում ինչքան գերեզմաններ կան, գերեզմանների քարերի վրա մարդկանց արձանագրություններով, անուններով գրանցել ընդհանրատերտիկների մեջ դնել։ Իդեպ այդպիսի մի դեպք եղավ, իհարկե դեպք մի ոչ թե մի դեպք երևի շատ ա եղել, բայց այդ մեկը բացահայտվեց։
վաղարշաբաթի համայնքի ընտրության ժամանակ եւ տեսանյութը համացանցում կար ընտրողը գալիս է քվեարկության, ընտրողը երկու զավակ ունի, որոնք Ռուսաստանի Դաշնությունում են բնակվում եւ ամուսին, որը մահացած է տարիներ առաջ։ Պարզում է իր երկու զավակները եւ մահացած ամուսնու տեղ արդեն ընտրել է։ Այնպես որ ես չեմ բացառում, որ գերեզմանակ հայերի վրայից արձանագրությունները կամ թաղման բյուրոներում ցուցակները միանգամից մտնել ընտրատեղամասեր, ավելի լավ է Դարոն Ռուսյան թող դրա մասին մտածի։ Ոնց այդ խեղ կատակի ասածները ես լուսաբան եմ, մեկնաբան եմ։ Առանց որ ցնդաբանությունա դուրս տալիս։ Իսկ որից է փաստ կարող է ասել։ Այն ինչ որ հիմա ինքը ասում է։ Ասենք ասես կարող ես հիմնավորես, եթե չեք բարձացի, ասենք երկնակերի վրա ու քեզ գցի ներքև, որտեղ սուտ ես ասում։ Որից է փաստ չկա, չել կարող ունել, որտեղ տենց նպատակ չկա եւ դա անիմաստ է։ Սա գիտեք ինչի համար են ասում։ Ես պարզ ասեմ։ Ամենայն հավանականությամբ մոլդավական կամ ռումինական սցենարն է ստեղ ընտրությունների նախաձեռնությունը Արկել են կոնկրետ ուժի Այո, սա ճիշտ է։ Այո, այդ դրա համար 2 օր առաջ տարածվեց, որ իբր մեր ձևով բանի կուսակցության համար ճնշել են տաշիրում մի ընտանիքի, ոչ ընտրություն ա եղել, ոչ այդ կուսակցությունը գրանցվել է։ Հասկանում եք, այսինքն սրանք գոնե ինչպես ասեմ պրոֆեսիոնալ սուտ սարքել չգիտեն, էլի, գործ սարքել չգիտեն։ Փնթի ոնց որ իրենք են իրանց փնթի էությամբ անկենսագրություն, անկրթություն նույն ձևով էլ այդ փնթություններ են անել, էլի։ Դանիել իներ, դե այդ մարդը ով է դարձել։ Ավելի լավ ենք մտածի իշխանապողությունից հետո այն գործը որ փակել են, հայտնի գործը, որը որ մոր հետ կապված մտել է ոստիկանությունը, գործը բացվելու է, այդ հալու նստի։ Ինքը ավելի լավ է դրա մասին մտածի։ Եթե իրան թվում է երկու ղազագիր ստորագրել է, այդ իրան ազատությունա տվել, այդ խիստ սխալվում է, գնալու է նստի։ Որտեվ արարքը եթե կատարել է, այդ արարքի համար ինքը պատասխան է տալու։ Ինքը ավելի լավ դրա մասին մտածի։ Կամ ժամանակից շուտ, ասենք մինչև հունիսի 7-ը Հայաստանի Հանրապետության տարածքը լքի կամ հունիսի 8-ին։ Փողի թռնի, որտեվ եթե իշխանապողություն եղա, բոլորին մեկ առ մեկ հիշելու են նոր իշխանությունները։ Բայց հավանական նման իշխանապողությունը։ Մեր ժողովուրդից է կախված։ 60-70% ժողովուրդ դուրս եկավ, ընդդատեղամասեր վստահաբար այդ այն ժողովուրդն է, որ հետո իր ձայները նաև պահելու է։ Եվ դա պրոիշխանական բան է, չէ՞ էլի, ժողովուրդը չի։ Անդիմադի ժողովուրդն է։ Եթե 70-80% դուրս եկավ, վստահաբար Փաշինյանը կարող է այդ օրը միանգամից թիվ 1 բորտոտ անի։ Իհարկե միայն իր համար։ Մյուսները մտածեն թե ինչ են անելու։ Այստեղ ես ամենայն պատասխանությամբ ասում, եթե մեծ թիվ եղավ ընտրողների, Փաշինյանը միաշնակ պարտվելու է, միանշանակ։ Ինչքան էլ նկարի։ Իսկ եթե 70-80% մեր քաղաքացիները գնացին տեղամասեր, այդ մարդիկ պոտենցիալ իրենց ձայնը պահող են, չէ՞։ Եթե ձայնը պահող են, ամսի 8-ին կեցված դրսևորեն ձայնը պահելու։ Եղավ, շնորհակալ եմ շատ զրույցի համար, պարոն Ահաբեկյան։